Բժշկության մեջ միշտ կա երկրորդ կարծիք, եւ այսօր մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայով՝ բժշկական եւ առողջապահական ինֆլուենսի մասին։ Եվ այսօր մեր հյուրն է Շաքե Հմայակյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք, որովհետև մեզ համար շատ կարևոր է հենց ձեզ հյուրընկալել, որովհետև երբ որ մարդիկ դեռ չգիտեին ինֆլուենսեր, բլոգեր եւ նմանատիպ անունները բժշկի անվան կողքին գրել, դուք առաջին մարդն եք, որ սկսեցիք սոցհարթակներում խոսել եւ զբաղվել բլոգինգով կամ ինֆլուենսով։ Մենք հենց դրա մասին կխոսենք, թե դրա տարբերությունը որն է, բայց ասեք ոնց համարձակեցիք ու ոնց միտք ծագեց, որ բժիշկը կարա մտնի սոցհարթակներ եւ ինչ դժվարությունների բախվեցիք։ Ան ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեմ, որ շատ ակտուալ է այս թեման, որովհետեւ հիմա շատ երիտասարդ բժիշկներ, ես նկատում եմ, սկսում են էջեր վարել եւ նույնիսկ ոչ երիտասարդ բժիշկներ, նկատում եմ նույնիսկ ավագ սերնդի բժիշկները սկսում են էջեր վարել։ Ու ես որ հիշում եմ, երբ որ սկսեցի, ես ինքս չգիտեի, թե ինֆլուենսինգը ինչ է, թե ինչ է բլոգինգը, առհասարակ մինչև հիմա էլ էապես շատ չեմ տարբերում, ուղղակի այսպես success story է իմ մոտ, ստացվել է այդպես։ Բայց մի բան ասեմ, որ երբ որ դու մտածում ես մի բան սկսել ու դրանից վախենում ես, պետքա չվախենաս, պետքա ռիսկը վերցնես ու առաջ գնաս։ Երբ որ ես սկսեցի, նախ ընդհանրապես չէի ուզում ինչ-որ մի բան սկսեի, հա, որ այդ նմանատիպ մի բան։ Տեղադրեցի իմ մարզումներից մեկը, սովորական, չգիտեմ, որտեղ ես քանիստ եմ օրինակ անում, չեմ էլ հիշում արդեն ինչ, ու նկատեցի, որ շատ ակտիվ ինչ-որ սա տարածվում է այս հոլովակը, որ ես արդեն մի տեսակ նույնիսկ ամաչում եմ, որ ես սկզբից եղել է ուղղակի մարզում, ոչ թե ինչ-որ բժշկական։ Ոչ բժշկական թեմա։ Ու այդ մարզումս տարածվեց, ընկերներս ասին, ինչ հավես հոլովակ, աշակ հավանում ենք, բան։ Ու կողքից ինչ-որ մարդիկ սկսեցին գրել այդ հոլովակի տակ, որ ես չեմ ճանաչում ընդհանրապես, ու ես սովորական օգտատեր Instagram-ի, 16 թիվն է, 2016 թիվը։ Աստված իմ, 10 տարի առաջ։ 10 տարի առաջ։ Հետո հասկացա ու հարցեր էին ինձ տալիս, բնականաբար ես կոմպետենտ չեմ, ես սպորտսմեն չեմ, ես չեմ կարող պատասխանել հստակ։ Որոշեցի ասի, բայց ինչ վատ կլինի, եթե ես իմ մասնագիտության մասին խոսեմ այստեղ, ոչ թե ինչ-որ մարզումներ տեղադրեմ։ Всё гениально просто։ Հա, միանշանակ։ Այդպես հաջորդ օրը գնացի աշխատանքի, մեր Անի Խաչիկովնային, ասեցի դոկտոր, կարող է մի հատ իրար հետ լայվ անենք, ասեց, այդ ինչ է, անենք, չգիտեմ, ասեցի, դե ես էլ տենց նորմալ չգիտեմ, բայց ուղիղ միացում է, որի ժամանակ մարդիկ հարցեր են տալիս։ Ու այդ ժամանակ ասեց, դե անենք հիմա։ Գնացինք մեր տուն, այսպես տնավարի նստեցինք, այս կամերա չկար, ոչ մեր հեռախոսը ստրեցի, ու սկսեցինք միացանք լայվին։ Ու ես տեսնում եմ այնտեղ տակը ինչքան մարդ է միանում։ Դուք նախապես հայտարարել եք, որ միանալու եք։ Ես ասել էի, որ վաղը կարող է ես ինչ ժամին լայվ անեմ։ Այնքանի հետևորդ ունեիք։ Շատ քիչ։ 600 ընտանիքի անդամներ։ Ընտանիքի անդամներ, մի քանի հոգի ընկերներ։ Բայց քանի որ լայվ միացանք եւ բժիշկներ էին եթերում, այսպես ասած, կողքից այնքան մարդ հավաքվեց, որ ես արդեն մի տեսակ ասեց, որ ճնշվում ես, քեզ թվա բոլորը քեզ են նայում ու դու ինչ որ անհաջող վիճակում ես։ Մի խոսքով հաջորդ օրը մինչև 40,000 դիտում ունեցանք, պատկերացեք 16 թվականի համար դա ինչ թիվ էր։ Լսված։ Հա, ու դա իմ համար այսպես մի հատ ստարտ եղավ, որ աղջիկ ջան սկսի, մի բան պետքա սկսել, ու բնականաբար այդ լայվից հետո ավելի մարդիկ շատացան։ Ու այդպես սկսվեց իմ արդեն բժշկական ուղղվածության բլոգը, որը որ սկզբում ավելի այսպես առողջ ապրելակերպի ուղղվածություն ուներ, որովհետև մի փոքր վախենում էի անկոլոգիայից խոսամ, այդ քաղցկեղի մասին, մարդիկ մի քիչ չեն ուզում լսել։ Էմոցիոնալ թեմա է ինքը։ Հետո այդքան չէի տիրապետում, դեռ երիտասարդ էի, բնականաբար հիմիկվա այդ չէի համեմատի, բայց սկսվեց այդպես, շատ պատահական սկսվեց, բայց հաջող սկսվեց, այսպես ասեմ։ Այսինքն միանգամից հենց դուք սկսել եք եւ սկսել եք հրապարակել հոլովակներ, ինքը հաջող չի եղել նենց որ հրապարակեք ու տեսնեք, չէ, չստացվեց, չգնաց, հիասթափվեք, ասեք լավ, կարող է սխալ ուղղությամբ եմ աշխատում, կարող է այս իմ տեղը չի, իմ համար չի, կամ կոմպլեքսավորվեք, որ ես բժիշկ եմ, բայց պետք է որ ես սոցհարթակում լինեմ։ Այդ երբեք չի եղել, ինչի, որովհետև ես շատ եմ սիրում տեսախցիկներ, ես այսպես պատրաստ եմ շատ մոտիկից նստել ու սենց տեսախցիկ ես շփել, ուշքս գնում է, ու ես շատ արտիստիկ եմ, միգուցե տենց ասեմ, շատ եմ սիրում, նույնիսկ պատրաստ եմ դեր խաղամ, չգիտեմ, հենց պետք լինի, իմ հոլովակների մեջ էլ դա երևում է, ու այդ ինձ շատ օգնեց կողքից, ու
այդ ձեր ասածը որ հա բժիշկ եմ միգուցե այդ իսկապես ինձ համար մի փոքր խոչընդոտ էր, որովհետև նույնիսկ ես մամայից որ ասի մամ, սենց բան եմ ուզում սկսեմ, մամաս ասեց բայց դա ինչ է, բա ոնց դա կարա լուրջ ընկալվի մարդկանց կողմից, դու բժիշկ ես, ինչ հոլովակ, ինչ բան, բնականաբար մամաս որ ասեց, ես մի տեսակ սենց կասկած ընկավ մեջս, բայց ասի մամ, արի սկսեմ, դուրներս չկա, cancel կանեմ, կանցնենք առաջ, բնականաբար եղել են, հիմա էլ լինում են հոլովակներ, որ դնում եմ ու այդ սպասումները չի արդարացում, դե դա նորմալ է, ասում բլոգինգի ոլորտում։ Սկիզբը շատ դժվար էր, որովհետև հենց իմ գոլեգաները անձամբ մտածում էին, որ լավ սա ինչ է, այս ինչ է այս աղջիկը անում։ Գրել են ձեզ ամոթանք տվել են, որ այս ինչ ես անում։ Չեն գրել, բայց այնքան խոսակցություններ եմ լսել տարբեր միջավայրերից, որ դե ինքը պարապա դրա համար է սա անում, դե ինքը գիտելիք չունի դրա համար է սա անում, բայց այդտեղ ինձ լայվերը շատ օգնեցին։ Գիտելիքը ցուցադրելու համար։ Հա, որովհետև լայվի ժամանակ չես կարող զանգես, ասես մի հատ հլակ ասես, այս ինչ է նշանակում է։ Ու ես նաև այդտեղ ցույց տվեցի, որ եթե դու բժիշկ ես, պարտադիր չի ամեն ինչը իմանաս։ Ես լայվի ժամանակ ասում եմ, գիտեք, հստակ պատասխանը չունեմ, պիտի կարդամ։ Ու ես դա եւս փորձեցի նորմալիզացնել, որ բժիշկը եւս պիտի կարդա այն ինչ որ ինքը չգիտի։ Շատ կարևոր բանի մասին եք հիմա խոսում, որովհետև տեսեք, մենք բավականին մեծ ստատիստիկա ունենք, մոտավորապես Ամերիկայում հաշվարկը արվել COVID-ից հետո բժիշկների նկատմամբ վստահությունը 70%-ից իջել է 40%։ Եվ մարդիկ ավելի շատ մտել են դեպի digital հարթակներ գտնելու մարդկանց, ովքեր կարան իրենց օգնեն։ Ինչու չեմ ասում բժիշկներ, որովհետև իրենք իսկապես ուղղակի գտնում են ինչ-որ քոուչեր, առողջ ապրելակերպի պրոպագանդայով զբաղվող մարդիկ, ովքեր իսկապես հասանելի են եւ գուցե այնքան կոմպետենտ չեն, որ այդ խորհուրդները տան, բայց այնուամենայնիվ մարդիկ հենց իրենց են վստահում, այլ ոչ թե բժիշկներին։ Ու այստեղ շատ հետաքրքիր ու լուրջ կարմիր գիծ կա, ասենց շատ բարակ, որ պետքա մարդը չխախտի, որպեսզի խորհուրդ տա իրեն դիտողներին, բայց միառժամանակ մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ոչ մեծ գիտելիքի պաշար ունեն, խոսքը բժշկական գիտելիքի մասին, այսինքն ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, բայց ի նկատի ունեմ շատ սպეციფიկ է, որովհետև մարդիկ դիմում են տարբեր հարցերով, բայց իրենք պաշար չունենալով շատ ինքնավստահ տալիս են խորհուրդներ։ Ու ես վստահաբար գիտեմ, որ դուք էլ հաստատ տեսած կնեք, մեր մոտ էլ կան շատ տարբեր Facebook-յան փակ խմբեր, որտեղ մայրիկների կամ կանանց առողջության մասին հարցեր են հրապարակում եւ այնպիսի խորհուրդներ է ուղղակի։ Դա իմ ցավոտ տեղերից է։ Տակը գրվում, որ այդ ուղղակի զարմանալի ու ոչ մեկի կողմից չվերահսկվող պրոցես է։ Խնդիրը, որ ուլիքը էջեր կան, որ դու նայում ես, վերևը գրված է դր, այսինքն doctor, չգիտեմ, բայց դու ես հստակ գիտեմ, որ այդ մարդը բժիշկ չի օրինակ, բայց ինքը ինչ որ տենց էլի ռիլեր է նկարում, այ դա շատ կուզեմ, որ միգուցե պատգամ մարմինների կողմից ինչ որ կառավարման ենթարկվի, շատ կուզեմ, որ ամեն մեկը չկարողանա խորհուրդ տալ կամ նույնիսկ ավելի པարզ բան ասեմ, հա, ամեն մեկի հոլովակը օրինակ երեխաները չտեսնեն։ Այո, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ալգորիթմը չի կարա տարբերակի դու բժիշկ ես, թե դու բժիշկ չես, մարդիկ ուղղակի ասում են մի բան, որը կունենա դիտումներ եւ կբերի իրեն ինչ որ բրենդի կողմից վճարովի կամ թեկուզ անվճար, բայց դիտումներով գովազդներ։ Պատկերացրեք, FDA-ը անցած տարի սահմանել է մոտավորապես $51,000 կարգի տուգանք անհատ բժիշկներին եւ ոչ բժիշկներին, ովքեր որ խորհուրդ կտան ինչ որ դեղորայք on-line հարթակներով։ Այսինքն մենք հասել ենք այնտեղ, ոչ թե որ approved չի, այլ որ ինքը չունի այդ կոմպետենցիան դա նշանակելու կամ դա գովազդելու կամ դրա մասին on-line հարթակներում խոսելու։ Այսինքն մենք այսօր հասել ենք այնտեղ, որ FDA-ը մտել է digital հարթակ ու պետքա վերահսկի մարդկանց, այսպես ասած, on-line նշանակումները։ Ուզած։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք լավ, դա դեղորայքի մասով վերահսկվեց, իսկ խորհրդի մասով ինչ պետքա մենք սա վերահսկենք։ Բազմաթիվ, դե պատկերացրեք օրական ինչքան նամակ կստանամ։ Բազմաթիվ նամակներ եմ ստանում մամաներից, ովքեր որ ասում են դոկտոր ջան, տղայիս մոտ կոկորդը ցավում է, գլանները, չգիտեմ, նշիկները այտուցված են։ Ինչ հակաբիոտիկ տամ խմի։ Ու ես հասկանում եմ, որ եթե ես պատասխանեմ, ինքը դա անելու է։ Ու ինչքան վատ է դա, որ այդքան, չգիտեմ, simplify է, հա, այդ ամեն ինչը, բարձեցվել է, ու բժշկի գնալը ստացվում է դառնում է ինչ որ չորրորդական բան։
ու ես երբեմն վրասում կներեք, ես իրավունք չունեմ ձեզ դեղորայք նշանակեմ, որովհետև նախ ես բուժող բժիշկ չեմ, ես ճառագայթային ախտորոշման մասնագետ եմ, եւ երկրորդ ես չգիտեմ դուք ալերգիաներ միգուցե ունեք, ես չգիտեմ ձեր մեջքի հետևում ինչ պատմություն ունեք բժշկական, իրավունք չունեմ, ասում են դե լավ, դե այդքան պետք չի լրջացնել։ Դե եթե պետք չի լրջացնել առողջությունը, այդ դեպքում ինչ է լրջացնենք, էլի։ Դրա համար բոլորին շատ խնդրում եմ on-line ոչ մեկին մի խնդրեք, որ դες դեղորայք նշանակեն, ժողովուրդ, այդ սխալ է։ Բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ կան մարդիկ ու ցավոք նույնիսկ մեր գոլեգաները, ովքեր անում են դա անում են։ Դե գիտեք, երբեմն դու շատ երկար ծանոթ ես քո պացիենտի պատմությանը կամ չգիտեմ անալիզները ձեռքիդ ունես, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Լիովին ուրիշ պատմության մասն է խոսքը։ Տեսեք, հենց այսօր ինձ հետ եղած դեպք է, on-line հարթակով հարցնում են, կարող ենք մոտենալ խորհրդատվության, ասում եմ այո, ես մասնակցությամբ գինեկոլոգ եմ։ Դա հնարավոր չի առանց կնոջը տեսնելու եւ առանց զննման անել եզրակացություն։ Եվ ինձ ասում են, չհասկացա, մի հատ հարց, որ տան պետք է պատասխանես, դրա համար դու ինձանից գումար ես ուզում։ Ու այստեղ խնդրի առաջ ենք կանգնում, որովհետև մարդը, որ կարա իրան ոչ կոմպետենտ նշանակումներ անի, մենք վազելու ենք հեշտի հետևից։ Հենց դրա համար եմ ասում, ավելի հասանելի մարդիկ, ովքեր որ ուղղակի առողջ ապրելակերպ են վարում ու ինչ որ դեղ կարող է քեզ ասեն, մարդկանց դա շատ ավելի հասանելի է, հեշտ է թվում, դրա համար դրա հետևից գնում են։ Բայց դա ամենևին ինքդ քո նկատմամբ գրագետ չէ, այսպես ասեմ։ Լավ, եւ մենք հասկացանք, որ երբ որ դուք սկսեցիք, դուք հələ չգիտեիք, թե ուր է այս ամենը ձեզ տանելու։ Այո։ Հիմա արդեն երբ որ ունեք բավականին մեծ քանակությամբ հետևորդներ եւ հասկանում եք, որ ձեր ամեն խոսքը մեծ քանակությամբ մարդկանց վրա լուրջ ազդեցություն է թողնում։ Դուք շարունակում եք բլոգը վարել, որովհետեւ մարդկանց կրթում եք դրանով, թե այնուամենայնիվ ինչ որ պահ է գալիս, որ այս ազդեցության շրջանակը նաև վերածվում է բիզնեսի։ Ես գիտեմ, որ շատ sense սուր հարց եմ տալիս, բայց շատ կարևոր է։ Չէ, ամենևին սուր չէ, ես հիմա կասեմ ինչի սուր չէ։ Նախ մի հատ հակառակ բան ասեմ, նոր որ դուք ասեցիք, մի պահից հետո ես ընդհանրապես սկսեցի սպորտի մասին չխոսել, որովհետև այո, ինձ այդքան մարդ է նայում ու այո, ես սպորտսմեն չեմ, ես չեմ կարող ինձ թույլ տալ խորհուրդ տալ մի բան, որը ես չեմ ավարտել, չեմ սովորել դրա մասին։ Դրա համար ես ոնց որ դա դրեցի մի կողմ։ Իսկ ինչ վերաբերվում է գովազդին, ես դրան շատ առողջ եմ նայում, բնականաբար։ Իհարկե, երբ ես սկսել էի այս ամեն ինչը անել, դրա մասին խոսք չկար։ Ոչ մեկ չգիտեր, որ քեզ ինչ որ բան ասելու համար կարող է ինչ որ մեկը քեզ վճարի, էլի, բնականաբար։ Ես կգովազդեմ, կհամագործակցեմ միայն այն մարդկանց հետ, ում ես անձամբ վստահել եմ։ Կգովազդեմ միայն մի բան, որը ես անձամբ փորձել եմ, հավանել եմ, չգիտեմ, եւ միայն մի բան, որը իմ կոնտենտի հետ կապ ունի։ Ես երբեք իմ ձեռք բերած այս համբավ չասեմ, չեմ սիրում նման բարձր խոսքեր ասել, բայց ինքս իմ վրայով չեմ անցնի, այսպես ասեմ։ Ձեր անունը որպես բժիշկ, դա շատ կարևոր է։ Եղել են տարօրինակագույն առաջարկներ իմ մասնագիտության հետ կապ չունեցող եւ ես ասել եմ կներեք, ոչ։ Ես դա չեմ կարող մարդկանց խորհուրդ տամ, եթե ես մարդկանց խորհուրդ եմ տալի, օրինակ չծխել, ալկոհոլ չօգտագործել, ոնց ես կարամ ինձ թույլ տամ նման բան գովազդել։ Աշխարհի տակ ինչքան գումար ուզում ա ինձ առաջարկեն։ Ես առաջնահերթ իմ էջը առողջության մասին է եւ մարդկանց կրթելու մասին է։ Ինչ ուզում ա լինի, ես դրա վրայով չեմ կարող անցնել։ Բայց այն ինչ որ վերաբերվում է, չգիտեմ, միգուցե խնամքին, միգուցե սպորտային հագուստին, չգիտեմ, կամ առողջ սննդին, բնականաբար ունեմ շատ լավ գործընկերներ կամ շատ ավելի մեծ կազմակերպություններ, ում հետ պատրաստ եմ սիրով համագործակցել, բայց ելի եմ ասում, եթե ես հավանում եմ, ինձ դուր է գալիս եւ ես իմ երեխային օրինակ դա կտամ, ես խորհուրդ էլ դա կտամ։ Դուք ոնց որ միանգամից պատասխանեցիք իմ բոլոր հարցերին, որովհետև ինքնի հարցների արդյոք եղել են շատ տարօրինակ առաջարկներ, որոնք հասկացել եք, որ դա ձեր մասին չի։ Չեմ ուզենա բարձրաձայնեմ, բայց հա, եղել են։ Պետք էլ չի ոչ մի բան մեզ ասել։ Ուղղակի այստեղ նորից առաջանում է կոմպետենցիայի հարցը, որովհետև մենք այսօր իհարկե խոսում ենք ձեր անձի մասին եւ ամեն մարդ իր համար է պատասխանատու, բայց այնուամենայնիվ այսօր սոցհարթակում ունենք խորհուրդներ եւ առաջարկներ այնպիսի բաների մասով, որ դու չես պատկերացնում, որ նմանատիպ գործունեությունով զբաղվող մարդը հնարավորություն ունի քեզ խորհուրդ տա մի բան, որը իսկապես հասկանում ես, որ իր սկզբունքին պետք է որ հակասեր ու դեմ լիներ։
Ես հիմա ձեզ էլի տալու եմ մի հարց, որը գուցե այնքան էլ ձեզ չի վերաբերվում, որովհետև էլի եմ ասում, դուք սկսել եք 10 տարի առաջ, երբ որ նույնիսկ չգիտեիք ինչի միջով եք անցնելու, բայց ենթադրենք դուք 16 թվականին այս ամենը չսկսեիք։ Ենթադրենք դուք հիմա չունեք այն բլոգը, որը ունեք, հա։ Ըստ ձեզ ճիշտ է, որ բժիշկը սկսում է զբաղվել։ Հասկանում եմ, որ դուք ասելու եք ճիշտ է, բայց ես հեսա ասեմ ինչի մասին եմ ասում, հա, երբ որ մենք բժշկական համալսարանում ենք սովորում, մեզ ասում են, թե, չգիտեմ, խալաթդ կոճկի, կոճկած նստի, որտեվ դու բժիշկ ես, քեզ չի սազում, կամ չգիտեմ, ինչ որ մի բան ես անում, համալսարանից դուրս կամ բժշկական կյանքից դուրս մեկ էլ քեզ նկատողություն ունենամ, չէ, դե դու բժիշկ ես, դա քեզ չի սազում, հա։ Հիմա բժշկին սազում է, որ չգիտեմ, որ ինչ-որ տրենդեր նկարի, որպեսզի կարողանա ավելի մեծ աուդիտորիա ընդգրկի, որովհետև իրականում մեզ ցույց է տալիս, որ մարդկանց մոտավորապես 35%-ը այսօր բժշկին ընտրում է սոցցանցով։ Այդ նշանակում է մեր հարցի պատասխանն է այո, բայց միևնույն ժամանակ կա նաև այս խոչընդոտը բժիշկների մեջ, որ բա ես բժիշկ եմ, ինձ սազում է, ես վեր կանամ կապիկություններ անեմ կամերայի առաջ։ Այդ դեպքից այդպես էլ որակել էին, այն ամենասկզբում որ անում էի, ասում էին ինքը կապիկություն է անում։ Հիմա ես կասեմ, որ չէ, պետք չի, որ բոլոր բժիշկները ունենան բլոգ։ Բացարձակ պետք չի։ Ու առհասարակ պետք չի, որ բոլորը լինեն բլոգեր։ Կան բժիշկներ, ովքեր որ ֆանտաստիկ գիտելիքներ ունեն, բայց այդ մարդիկ կամերայից տեսախցիկից քաշվում են ու իրենց գիտելիքը չեն կարողանում պատշաճ կերպով մատուցել։ Ու ինքը չպետք է վարի բլոգ, ըստ իս, եթե ինձ հարցնում եք, ես իմ կարծիքն եմ ասում։ Այո, ես ձեր կարծիքն եմ հարցնում։ Մարդ կա, ով որ չունի դիկցիա, մարդ կա, ով որ չունի լսելի ձայն, մարդ կա, ով որ չի կարողանում իր միտքը ճիշտ ձևակերպել եւ հասցնել աուդիտորիային։ Եվ այդ մարդիկ ավելի լավ է, որ իրենց առօրյայով զբաղվեն իրենց գործով, քան թե ես երբեմն տեսնում եմ մեջեր, որոնք որ հակառակ ազդեցությունն են ունենում այդ մարդու վրա ու խանգարում են իրենց։ Ես իհարկե չեմ ասում դա, որովհետև իրավունք չեմ վերապահում ինձ ինչ-որ մի բան կարծիք հայտնել, բայց իսկապես կան էջեր, որոնք որ ավելի լավ է գոյություն չունենան, քան թե այդ մարդը ուղղակի իր աշխատանքով, իր շատ բարձր աշխատանքով հավաքի իր պացիենտներին։ Ամենևին պետք չէ որ բոլոր բժիշկները էջեր ունենան կամ առհասարակ մասնագիտությունից անկախ։ Մարդիկ կան, ովքեր տեսախցիկի մարդիկ են։ Հա, սիրում է տեսախցիկը իրենց։ Այո, տեսախցիկը սիրում է այդ մարդկանց։ Այդ մարդիկ ունեն ուժեղ խարիզմա, ուժեղ էներգետիկա, ուժեղ գրավելու ինչ որ կարողություն, բայց դա բոլորի մասին չի։ Օրինակ հիմա ես չգիտեմ, լիքը բան չեմ կարողանում անեմ։ Ու դա վատ չի, դա ամոթ չի, ինչքան էլ շատերս շատ բաներ չենք կարողանում անել։ Չգիտեմ, հիմա եթե օրինակ գեղասահքը դառնա պարտադիր բան օրինակ, ես դա չեմ անի, որովհետև դա իմ մոտ միանշանակ չի ստացվելու, էլի։ Բայց եթե դա չանեք ու պացիենտներ չունենաք, այստեղ էլ դիլեմա է, չէ՞ որ թվերը չեն խաբում, ստատիստիկան չի խաբում։ Շատ տխուր է, որ մարդիկ Instagram-ով են բժիշկման գալիս։ Տեսեք, ես առաջին բժիշկ ինֆլուենսերն եմ Հայաստանում Instagram-ում, բայց ես դրան դեմ եմ։ Ես չեմ ուզում, որպեսզի հենց կոնկրետ ինձ իմ գիտելիքները գնահատեն միայն Instagram-ով։ Հենց իմ բաժնի ղեկավարը ոչ մի սոցկայքում չկա, բայց մենք ինքը հազարավոր կրթած բժիշկներ ունի, ովքեր որ դուրս են եկել իր մոտից ֆանտաստիկ գիտելիքներով, բայց այդ մարդը լինելով շատ խարիզմատիկ չունի էջ։ Հա, բայց տեսեք, մենք տարբեր սերունդների մասին ենք խոսում, որովհետև այդ իմ նշած թվերը հիմնականում 35-ից ցածր տարիքային խմբի մասին, այսինքն 18-ից 35 տարեկանում ընկած պացիենտների մասին է խոսքը։ Դե հասկանալի է։ Ու այն բժիշկների մասին ու մասին մենք հիմա խոսում ենք, ովքեր չգիտեմ ճանապարհ ունեն անցած եւ այլն, իրանց ժամանակ ուրիշ ձև էր պացիենտ ունենալու process-ը, հա, իրանք, չգիտեմ, շատ հերթապահում էին օրինակ։ Շատ հերթապահում էին, ունեին շատ պացիենտներ։ Հիմա այդ մարդկանց դժվար է ասել, գիտես, էլ այդ մեխանիզմը չի աշխատում։ Հիմա ուրիշ է։ Instagram Բայց այնուամենայնիվ երիտասարդների պարագայում էլ այն հին մեթոդը չի աշխատում, շատ հերթապահելով ունենալ շատ պացիենտներ։ Իրականում բնականաբար շատ SMM մասնագետներ կան, ովքեր կարող են օգնել, օրինակ մի փոքր ավելի տարիքով բժշկին, ոչ ինքը չկանգնի տեսախցիկի առջև ինչ-որ կոնկրետ գործունեություն ծավալի, իր առօրյան կարող են նկարել, իր, չգիտեմ, թե ինչպես է ինքը պացիենտի հետ շփվում, եթե պացիենտը թույլտվություն տա։ Այդ ընթացքը կարող է ցուցադրվել, այսինքն նաև այս դեպքում, եթե մարդը ուզում է ամեն դեպքում edge ունենալ, գոնե պիտի դիմի պրոֆեսիոնալներին, որ իրեն ճիշտ ներկայացնեն։
Օրինակ ես չգիտեմ, ես իմ թիմը, իմ շտատիվն է։ Եվ նաև ես ունեմ մենեջեր, ով ինձ օգնում է իմ, չգիտեմ, հանդիպումների, կառավարման հարցում կամ համագործակցությունների ես դա կարողանում եմ անեմ։ Ես մոնտաժել եմ, ես անում ամեն ինչն ես եմ անում։ Բայց դուք եք անում ձեր ամեն ինչը, ես եմ անում ամեն ինչը, հա։ 10 տարի առաջ չկար։ 10 տարի առաջ չկար, հա։ Կամ social media marketing մասնագետ ոչ մեկ չգիտեր։ Իհարկե, ու ես դրան սովորել եմ, որ դա ես պիտի անեմ։ Միգուցե ես տամ այդ գործը ուրիշին, հասկանամ ինչքան թեթևացավ իմ կյանքը, այդպես է կլինի միանշանակ։ Բայց երևի թե եթե դու ինքդ չես կարողանում տեսախցիկի հետ շփվես, այսպես ասած, բնականաբար պիտի դիմես օգնող անձնակազմին, ով քեզ կօգնի։ Բայց երևի այնուամենայնիվ կան բլոգեր, որ մարդիկ ուզում են հենց տեսնեն այդ իրական մարդուն, թե ինքը ոնց է ապրում։ Այսինքն ոչ թե թիմը ոնց է օգնելու ձեզ, որ դուք այդ մոնտաժը ու ամենագեղեցիկ հատվածը ցույց տաք, այլ են որ կներեք իրականում ամեն ինչ այնքան էլ իդեալական չի ու պահեր կա, որ մենք էլ ենք մարդ մենք էլ կարանք, չգիտեմ, վատ օր ունենանք ձեր նման, կամ չգիտեմ, տխուր լինենք, կամ շատ երջանիկ լինենք, կամ գնանք, պարենք, չգիտեմ, ուրախանանք ինչ-որ միջոցառումների։ Ժողովրդին այդ ամեն ինչը եւս հետաքրքիր է։ Ես նկատել եմ, նույնիսկ եթե փորձում եմ իմ գոլեգային նկարեմ, մենակ ինքը խոսի, դա դիտում չի հավաքելու իմեջում։ Ես երբ որ լինում եմ, իրանք արդեն սովոր են իմ դեմքը տեսնելուն, իրանք ուզում եմ որ գոնե ես մի պահ երևամ, կամ չգիտեմ, կադրի հետևում խոսեմ, ինչ որ մի բան ասեմ, որ իրանք ասեն, վայ, շաքը ստեղ է ամեն դեպքում, էլի։ Ու իհարկե իրենց հետաքրքիր նաև իմ երեխաները, իմ, չգիտեմ, առօրյա կյանքը ինչպիսին է, իհարկե ես դա չեմ հասցնում այդքան ցույց տամ։ Դա իրոք արդեն չեմ հասցնում, որովհետև հոգնած գործից գալիս եմ տուն, հազիվ հասցնում եմ մի հատ ռիլ նկարել։ Ասում երեխեք խնդրում եմ 10 րոպե չգոռակ, մաման մի հատ վիդեո նկարի։ Իսկ երեխեքը արդեն սովորել են, չէ՞։ Հա, իրանք էլ են գալիս նկարում մտածում։ Ինձ կասեք ձեր կյանքում եղել է, որ դուք հանդիպեք այդ ամեն ինչի հակառակ կողմի, որովհետև հայտնի լինելը, հայտնի բժիշկ լինելը իհարկե ունի ինչ որ դրական բնականաբար, հա, կողմեր, որ ձեզ ճանաչում են շատ տեղեր, ինչ որ բաներ կա, որ ձեզ համար ուրիշ ձև է, որովհետև ուղղակի ճանաչում են, հարգում են որպես բժիշկ։ Իսկ եղել է, որ դրա հակառակ կողմը տեսնեք, որ ասեք, բայց չգիտեմ, բացասական ինչ-որ մի բան լինի, ձեր հայտնիությունը ձեզ բացասական պտտվի։ Փորձեմ հիշել կար արդյոք ինչ-որ մի պահ, որ ինձ բացասական։ Հա, հիշում եմ, մի անգամ կոնֆերանս ունեի գնալու, ոնց որ առաջի օրը գնացի, երկրորդ օրը բալիկիս հետ կապված չկարողացա գնալ, ու բոլորը գիտեին, որ ես չեմ գնացել այդ կոնֆերանսին, ու այդ սերտիֆիկատ ստանալու պահը դժվարություն առաջացեց, որտեղ ասում էին, բայց Շաքեն այդ օրը չի եղել, մենք տեսել ենք իրան տալիս, իսկ դե իհարկե բացասական այդքան չեմ ասի, դեռ որ չեմ բախվել նման բանի, բայց ինչն է շատ պարտավորեցնող, որ քո ասած յուրաքանչյուր խոսք շատ լուրջ է արդեն ընկալվում ու դու իրավունք չունես այնքանավոր ինչ-որ բան ասելու։ Պիտի ամեն ինչը ճշտված լինի, արդեն սովորեն, որ ես հոդվածները պիտի տեղադրեմ, բժշկական հոդվածներ հիմնականում, կամ եթե Շաքեն այս մի բանը ասել է, ուրեմն ինքը գիտի, որ դա ճիշտ է։ Բայց դե Շաքենն է սխալվում։ Էլ չեն վերաստուգում ձեր ասած, այսպես ասած միտքը։ Այդ շատ պարտավորեցնող է ու երբեմն նույնիսկ մի փոքր այսպես ճնշվում եմ դրանից։ Ես հիշում եմ COVID-ի ժամանակ, երբ այդ նոր էր այդ ամեն ինչը սկսվել, բնականաբար ոչ մեկս շատ բան չգիտեինք դրա մասին, բայց այ երկրորդ ալիքը իմ էջի այդտեղ սկսվեց, որ անվերահսկելի քանակով մարդիկ էջումը սկսեցին ավելանալ, հարցեր, անվերջ հարցեր ու այդ ժամանակ իրապես վախեցել եմ, որովհետև ասենց հասկանում եք, որ բոլորը սպասում են, թե դուք ինչ եք ասելու, սպասում են, թե ես ինչ եմ ասելու, ու իհարկե Instagram-ի համայնքի մասին է խոսքը, լիքը մարդ ինձ չգիտի, մինչև հիմա էլ չի ճանաչում, բայց շատ պարտավորեցնող էր այդ պահը, որ ես ամբողջ օր նստած կարդում էի COVID-ի մասին, որ հանկարծ մի բան այն չլինի, բայց դուք էլ հիշում եք, թե ինչքան բան ընթացքում փոխվում էր։ Մինչև այսօր։ Մինչ այսօր հարցնում են, ասում են, դուք ասում եք, որ պատվաստումներ պետք է անեն եւ սա կյանքեր ապրկում, ասացին մենք դες բան չենք ասել։ Ֆարմ մեծ ինդուստրիայի ներկայացուցիչների մասին է խոսքը ու այս абսուրդ է, որտեղ աշխարհը նայում էր իրենց եւ բժիշկներին ու ուղղակի, չգիտեմ, մի քանի տարի անց ասում են մենք դες բան չենք ասել։
ու փաստի առաջ են կանգնում։ Իրականում, տեսեք, դուք ասում եք, որ սա շատ պարտավորեցնող է, բայց հավատացեք, ելի ստատիստիկ թիվ եմ ասելու, որ սոցցանցում գտնվող 10-ից ընդամենը 4-ն են մասնագետներ, ու ընդամենը 4-ն է, որ զգում է այդ պատասխանատվությունը, այսինքն ընդհանուր առմամբ ընդամենը 40%-ը։ Այսինքն մնացած 60%-ը ուղղակի խոսում են ինչ-որ մի բան, որի հիմքն ու պատասխանատվությունը ոչ մի ձև չեն կրում։ Այդ շատ տխուր է։ Ինչ խորհուրդ կտակ թե այն մարդկանց, ովքեր սոցցանցերում scroll են անում ու serve են անում իրենց առողջության մասնագետին գտնելու համար, եւ երկրորդը ինչ խորհուրդ կտակ այն բժիշկներին եւ երիտասարդ մասնագետներին, ովքեր նոր են ուզում այս ամեն ինչը սկսել։ Scroll անող մարդկանց մի քիչ երևի հին բան խորհուրդ կտամ, եթե հարցը վերաբերվում է ձեր առողջությանը, կոնկրետ ես իմ էջում երբեք չեմ պարտավորեցնում ինչ-որ բան օգտագործել, խմել, կարող է ինչ-որ բան խորհուրդ տամ, բայց ես միշտ ասում եմ ձեր բուժող բժշկի հետ խոսելուց հետո միայն։ Եթե հարցը վերաբերվում է առողջությանը, այո, լսեք ինֆորմացիա, ստացեք, բայց հավաստի source-երից էլի, եթե կարելի է։ Հրապարակումներից, այդ PubMed-ի հրապարակումներից, որը դուք դնում եք ձեր։ Որ ես դնում եմ իմ էջում, հա։ Ես նույնիսկ մտածում եմ, որ լավ կլինի, որ մեր դիպլոմները եւս տեղադրենք, այնտեղ այն highlight-ներում ես անընդհատ ուզում եմ դա անեմ, մոռանում եմ ուղղակի։ Շատ հետաքրքիր առաջարկ է իրական։ Ես դա այնպեսի բան է, որ պացիենտը իրավունք ունի գա մտնի քո սենյակ ու ասի՝ ուր է քո դիպլոմը, ես ուզում եմ տեսնեմ։ Ինքը իրավունք ունի դա հարցնելու։ Ու ես պատրաստ եմ իմ դիպլոմը դնեմ, պետքա հիշեմ դնեմ, ու մյուս բժիշկներին էլ ովքեր որ գործունեություն են ծավալում համացանցում, ես խորհուրդ կտամ, որպեսզի փաստաթուղթը, չեմ ասում բոլոր սերտիֆիկատները, ես դա մի քիչ չի տեղավորվի։ Խնդալու պահա իմ համար, որ սերտիֆիկատները ցույց են տալիս, բայց դիպլոմը կարելի է տեղադրել։ Իսկ ինչ վերաբերվում է նոր սկսնակ բլոգերներին, կարող է իրանք ինձնից շատ բան գիտեն, բայց երբեք չմոռանան իրենք ինչի համար են դա սկսում։ Կոնկրետ ես պատկերացնում եմ այսպես, որ մենք եթե տալիս ենք ինֆորմացիա, դա բացառապես անշահախնդիր կերպով ենք մարդկանց ուզում օգնենք։ Երբեք այդ բլոգը չդառնա այրոք կապիկության չհասնի։ Դու կարող ես ինչ-որ համով ձևով մատուցել, նյութը որ մարդը հիշի կամ մարդուն հետաքրքրի, բայց երբեք դա չդառնա օրինակ պացիենտի գաղտնիքի բացահայտման տեղ։ Դա երբեք չդառնա այն օրը մի հատ նամակ էի ստացել, գիտեք ինձ ինչ էին գրել ու դա պատմել։ Դա անընդունելի է։ Իհարկե։ Չգիտեմ, դու պիտի մնաս բժիշկ, նույնիսկ երբ որ դու հոլովակ ես նկարում։ Դու հիշես, որ դու այդ ամեն ինչը սկսել ես մարդկանց օգնելու համար, այլ ոչ թե, չգիտեմ, զուտ գումար աշխատելու համար կամ պացիենտ հավաքելու համար։ Ես իմ բլոգը շատ սիրում եմ, իմ հետևորդներին շատ սիրում եմ ու իրենց ես նույնիսկ անցած օրը ես հոլովակից մեջ ասում էի գնացեք հետազոտվեք ձեր կուրսը հետազոտեք, ես չեմ ասում անպայման հայ-ամերիկյան եկեք։ Ես դա միշտ ասել եմ, որտեղ ուզում եք գնացեք, մենակ թե գնացեք, որովհետև մարդասեր պիտի լինի բժիշկը առաջին հերթին, հետո նոր մնացած։ Ու գոնե չվնասի, առաջին կանոններին հետևի։ Այո։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես հասկանում եք, MedMeet Talks-ի շրջանակում մենք խոսում ենք շատ ակտուալ թեմաներից եւ բժիշկ լինելը դա կոչում է, բայց բլոգինգը դրան չի խանգարում։ Միշտ հիշեք, որ կա երկրորդ կարծիք։ Կհանդիպենք հաջորդ թողարկումներում։